Հանրային խորհրդի հարգելի նախագահ, Պարոն Օսմանյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է ամբողջապես իրացվի սահմանադրական այն ձևակերպումը, որ հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է։ Հիմա շեշտենք հանրային խորհրդի ձևավորման անհրաժեշտությունը եւ որն է լինելու խորհրդի հիմնական առաքելությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Գիտեք, տարբեր առիթներով, քանիցս վարչապետը հիշել է մեր ժամանակների հերոսը միջոցառման ժամանակ իմ արտահայտած մի միտք, առայն որ ճշմարիտ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, եւ ասեմ ավելին, առանց պրոֆեսիոնալիզմի հայրենասիրությունը վտանգավոր է, եւ իմ պատկերացմամբ հանրային խորհուրդը պետք է լինի հենց պրոֆեսիոնալ տարբեր ոլորտներին գործող պրոֆեսիոնալներից կազմված խորհուրդ եւ պրոֆեսիոնալ հարցերի ձևակերպման խորհուրդ եւ ըստ էության հանրային խորհրդի մեծագույն առաքելությունը պետք է լինի մասնագիտական հանրության եւ կառավարության հաղորդակցությունը, շփումը, ընդ որում մի եւս կարեւոր մի հանգամանք ցավոք սրտի այսօր մեր հանրային կյանքի աղմուկը այնքան բարձր է եւ այնքան շատ է, որ մենք այդ աղմուկի մեջ կորցնում ենք շատ կարեւոր թեմաներ, այդ աղմուկի մեջ կորցնում ենք իրական մարտահրավերները գնահատելու կարողությունը եւ ոչ միայն գնահատելու, այլև համապատասխան միջոցառումներ ձևակերպելու կարողությունը եւ դրա համար այո հանրային խորհուրդը նաեւ այն հարթակն է, որտեղ աղմուկից դուրս պետք է տեղի ունենա զուտ մասնագիտական քննարկում, ողջամիտ, բանական հողի վրա, հավասարակշիռ հողի վրա, առավել եւս որ հենց հանրային խորհրդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում է սահմանված, որ հանրային խորհուրդը պետք է պահպանի քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն։ Ես մեծ հույս ունեմ, որ հատկապես այսօր հանրային այս վայրիվերումների պայմաններում, երբ մենք ուղղակիորեն կորցրել ենք միմյանց լսելու կարողությունը, որ քաղաքական բևեռացումը հատել է հնարավոր եւ թույլատրելի բոլոր սահմանները, եւ այսօր հանրային խորհուրդը ուզի թե չուզի պետք է ստանձնի երկխոսության առողջ հարթակ լինելու իր առաքելությունը։ Ես կարծում եմ, որ սա կարևոր հանգամանքներից մեկն է, հանրային խորհրդի կարևոր առաքելություններից մեկն է։ Ստացվելու է, այսինքն հանրային նոր խորհրդի նոր կազմի մոտ, դա որովհետև նախկինում էլ կար, հիմա ո՞րն է տարբերությունը լինելու հին եւ նոր հանրային խորհուրդների։ Գիտեք, ես կխուսափեմ գնահատական տալ նախորդ խորհուրդներին, ընդհանրապես սովորություն չունեմ նախորդների աշխատանքը գնահատելու, որովհետև նախ մենք դեռ պիտի ապացուցենք, որ արդյունավետ ենք աշխատում։ Ես կարծում եմ, որ մի շատ լուրջ խնդիր ունենք հանրային խորհրդի հետ կապված, հանրային խորհրդի հանրային ընկալումն է, որովհետև ցավոք սրտի մինչ օրս շատ մոտավոր պատկերացում կա հասարակության մեջ, թե ինչով պիտի զբաղվի հանրային խորհուրդը։ Եվ դրա համար հանրային խորհուրդ են եկել եւ շարունակում են գալ տարբեր անհատական խնդիրներ, սկսած կոմունալ վարձերից վերջացրած այլ կենցաղային խնդիրները, բայց մենք հենց սկզբից հանրային խորհրդի անդամների հետ մի համաձայնություն ենք ձեռք բերել եւ սա բարձրաձայնել ենք նաեւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, որ հանրային խորհուրդը ազգի հասարակության զարգացման եւ հեռանկարների հետ կապված ուրեմն ռազմավարական կարեւորության խնդիրների քննարկման հարթակ է։ Մենք այո պիտի նկատի ունենանք առանձին քաղաքացիների խնդիրները, բայց երբեք չպիտի ինքներս զբաղվենք այդ խնդիրների կարգավորմամբ, որովհետև մենք անընդհատ կզբաղվենք հետևանքները վերացնելով, փոխանակ գտնենք դրա պատճառը եւ արմատը։ Եվ դրա համար հենց վարչապետն էլ այսպես լրջության մեծ դոզա ներմուծեց հանրային խորհրդի գործունեության մեջ, նախ արդեն մենք ներսում պայմանավորվել էինք, որ ամենահրատապ եւ ամենագլոբալ հարցերը պետք է բարձրացնենք կառավարության հետ քննարկումներում եւ դրա համար էր նաեւ պայմանավորված այն, որ մենք խնդրեցինք, որ հանրային խորհրդում ապահովվի մշտապես բարձր կառավարական ներկայությունը եւ ներկայացվածությունը փոխվարչապետերի մակարդակով, նախարարների մակարդակով եւ այս ըմբռնումը կա եւ այս ցանկությունը կա, կարծում եմ այդպես էլ կլինի, բայց մենք չենք զբաղվելու այն հարցերով, որոնց համար զբաղվող կառույցներ կան, գերատեսչական մարմիններ, հասարակական կազմակերպություններ, ի վերջո կա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, կա դատաիրավական համակարգ, հանրային խորհուրդը չի զբաղվելու այն հարցերով, որոնց համար կան ձևավորված մարմիններ։ Մենք խորհրդակցական մարմին ենք, սահմանադրությամբ օժտված խորհրդակցական իրավունքով եւ լիազորություններով եւ մեր խնդիրն է նաեւ որոշակի
տեղեկատվական օղակ դառնալ կառավարության դիրքորոշումների, կառավարության որոշումների եւ հանրության միջև։ Գիտեք, կառավարության ամենաօգտակար, ամենահեռանկարային որոշումն անգամ հաճախ կարող է մնալ օտար հանրությանը, որովհետև համապատասխան իրազեկող եւ տեղեկացնող մեխանիզմները լավ չեն աշխատում կամ լիարժեք չեն աշխատում։ Այսինքն մի կողմից այո, սա հարթակ է, որ հանրության անունից մենք ձևակերպենք հարցեր եւ ուղղենք կառավարությանը, բայց մյուս կողմից նաեւ հարթակ է, որտեղ կառավարության որոշումները մենք պետք է հասցնենք հանրությանը, լուսաբանենք այդ որոշումների տրամաբանությունը եւ հարթակ լինի նաեւ, որտեղ կառավարությունն ինքն է հարցեր բարձրացնում, այսինքն հարց տվողը միայն հանրային խորհուրդը չէ, հանրության կողմից լիազորված, այլ նաեւ կառավարությունը։ Եվ մենք գիտենք, որ մեր առջև շատ հրատապ անվտանգային հարցեր կան, տնտեսական հարցեր կան, ֆինանսաբյուջետային հարցեր կան եւ հանրային խորհուրդը պետք է լինի այն ալտերնատիվ տեղեկատվական խողովակը, որով կառավարությունը իրազեկվում է հանրային տրամադրությունների եւ հանրային վերաբերմունքի մասին։ Այսինքն վարչապետը տեղեկությունը ստանում է ոչ միայն գերատեսչություններից, նախարարներից եւ կառավարական համապատասխան այլ մարմիններից, այլև ունի ալտերնատիվ մի հարթակ, որտեղ գալիս է նաեւ հանրության ներսում ձևակերպված հարցերն ու տեսակետները։ Դուք ձեր խոսքում եք հիշատակեցիք 26 թվականի ընտրությունները, հիմա շատ քննադատությունները, քննարկումները, որ հանրային խորհուրդը այս կարճ ժամանակահատվածում ստեղծվեց հենց որպես արդեն 26 թվականին որպես իշխանության հակահարշության ինչ-որ հարթակ։ Այս քննադատություններին ո՞նց եք անդրադառնում։ Մի բան կարող եմ ասել, բոլոր այս տեսակետը բարձրաձայնողները թող ուշադիր նայեն հանրային խորհրդի կազմին։ Հանրային խորհրդի կազմը այնքան բազմաշերտ է եւ բազմաբևեռ է, այնտեղ այնպիսի տարբեր հակասական տեսակետներ եւ դիրքորոշումներ ունեցող մարդիկ կան, բայց մեր նպատակն է, որ այդ տարակարծությունը տեղի ունենա համերաշխության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում։ Մենք հանրային խորհուրդ չենք ձևավորել հերթական աղմկահարույց դեղին մամուլին հարիր բառապաշարով հարցերը քննարկելու համար։ Մեր ժողովուրդը ուղղակի կուշտ է ամեն տեսակի սադրանքից, հայհոյանքից, աղմուկից եւ ամենևին չեմ կարծում, որ հանրային խորհուրդը պետք է փորձի լինել նույն հարթության վրա։ Ոչ, ու էլի ոչ, ամեն դեպքում ես որպես նախագահ ամեն ինչ անելու եմ, որ դա տեղի չունենա։ Իսկ մեզ քաղաքական դիրքորոշում հայտնելու առումով կաշկանդում է հենց օրենքը, այսինքն որ պահին կնկատվի, որ հանրային խորհուրդը դարձել է գործիք քաղաքական հարցեր կարգավորելու համար, կա օրենք եւ այդ նույն լրատվամիջոցները կամ քննադատողները կարող են հղում անելով օրենքի համապատասխան կետի վրա այս հարցերը դարձնել հանրային քննարկման առարկա։ Հանրային խորհուրդը նոր ձևավորված մարմին է, դեռևս ճշտում է իր օրակարգերը, այդ օրակարգերը այնպիսի բարդ ոլորտների են դիպչելու եւ այնպիսի ցավոտ հարցեր են բարձրացնելու, որ դա չի կարող ենթադրել որևէ քաղաքական միակողմանիություն կամ քաղաքական համախոհություն։ Սա քննարկման հարթակ է եւ ուզում եմ, որ սա գիտակցեն բոլորը եւ ասեմ, որ իմ բանավոր զրույցներում կառավարության ղեկավարի հետ, աշխատակազմի եւ կառավարության անդամների հետ ապացուցում եմ մի բան, որ այս պահին ամենից ավելի շահագրգռված օղակը ունենալու անաչառ եւ առողջ քննարկման հարթակ հենց կառավարությունն է։ Դա այնքան ակնհայտ է, որովհետեւ ես ուզում եմ հասկանալ, թե ինչ հարթակներ կան գոյություն ունեցող, որտեղ կարող ենք անկախ քաղաքական կողմնորոշումներից եւ գնահատականներից համախումբ ձևով քննարկել մեր ազգի անվտանգությանը եւ ապագային վերաբերող հարցեր։ Եթե կան այդպիսի օղակներ, թող բարձրաձայնեն իմանանք, որ կան, որովհետեւ այս բևեռացումը, իրարամերժությունը, հայհոյանքի եւ ատելության այս իրավիճակը ուղղակի շանս չի տալիս, որ մենք որևէ բան բանական կերպով խոսենք եւ մեղք են մեր քաղաքացիները։ Մեղք է հայ ժողովուրդը այս աղմուկի ձեռքը։ Հոգնել են բոլորը, ապակողմնորոշված են բոլորը, մարդիկ չգիտեն ում լսեն, ում չլսեն, ինչի հետևից գնան, ինչ ընդունեն իբրև ճշմարտություն, ինչը իբրև քաղաքական մանիպուլյացիա եւ ապատեղեկատվություն, եւ այս պայմաններում մենք ուղղակի հանգում ենք եւ հանգել ենք հանրային շիզոֆրենիայի իրավիճակի, անառողջ իրավիճակի։ Մենք հատել ենք թույլատրելի պարկեշտության, հանրային պարկեշտության եւ զսպվածության բոլոր սահմանները։
Այսինքն այնպիսի մակարդակի ու գնահատականների խոսակցություն է այսօր իշխում մեր հանրության ներսում, որ ամենակիչը, որ կուզենան, որ հանրային խորհուրդը որևէ կապ ունենա այդ ամենի հետ։ Փորձը ցույց կտա, որ մենք քննարկելու ենք հարցերը նաև քաղաքական բոլորովին հակադիր դիրքորոշում ունեցող մարդկանց հետ։ Հանրային խորհուրդը հենց հանրային խորհուրդ է, որպեսզի լսի բոլորին եւ կառավարության համար լսելի դարձնի բոլորին։ Այսինքն իմ երազանքը եւ իմ պատկերացումը հանրային խորհրդի գործունեության եւ առաքելության ձևավորել մի օազիս, որտեղ տեղի ունենում ողջամիտ եւ պրոֆեսիոնալ զրույց։ Շատ բացասական եմ գնահատում այն մթնոլորտը, այն գաղջ մթնոլորտը, որում ապրում ենք մենք, եւ վերջերս նաեւ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ քննարկումներ են ընթանում ատելության խոսքի կանխարգելման եւ կանխելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ ժամանակն է այս հարցերը դրվեն իսկապես հանրային քննարկման, փոխադարձ զսպվածության կոչարվեն, երբ ասում եմ փոխադարձ նկատի ունեմ բոլորին, սկսած հանրային խորհրդի անդամներից նախագահից մինչև կառավարության անդամներ, ազգային ժողովի պատգամավորներ, կուսակցություններ, մոտենում են ընտրություններ եւ դուք կարող եք միայն պատկերացնել, չէ՞, այդ ընտրության ընթացքում ինչ արժեքներ են ոտքի տակ ընկնելու, ինչքան քիչ են հաշվի առնվելու կորուստ ունեցած մարդկանց զգացմունքներն ու ապրումները, որ ոչ մի սրբության առաջ կարելի ասել իրավիճակ է ստեղծվելու, որ կանգ չեն առնելու մարդիկ։ Այստեղ շահարկվելու են եւ զոհերը, այստեղ շահարկվելու է եւ արյունը, շահարկվելու է մարդկանց սուքը, ինչպես եւ շահարկվում է մեր աչքի առջեւ, եւ ցավոք սրտի մտավորական զրույց էլ չկա, մտավորական խոսք էլ չկա։ Չես հասկանում ովքեր են այն մարդիկ, այն օղակները, որոնք պիտի բարձրաձայնեն այս խնդիրները, որ ժամանակն է կանգ առնել եւ հարգել գոնե մարդկային ողբերգությունը, որ կան բաներ, որոնք չպիտի ենթարկվեն քաղաքական շահագործման, շահարկման եւ հանրային խորհուրդը չի կարող էթիկական բնույթի, բարոյական բնույթի այս հարցերը չբարձրաձայնել եւ կոչ չանել, դրսեւորել զսպվածություն բոլոր գնահատականներում։ Վերաբերի դա Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին, վերաբերի դա մեր պաշտպանական ու անվտանգային համակարգերին, առողջապահության համակարգերին, ժամանակն է, որ մենք զուսպ խոսենք եւ լուրջ խոսենք այս հարցերի մասին։ Եթե հանրային խորհուրդը չի որդեգրելու այս չափանիշները, կիմաստազրկվի այն, ինչ մենք անելու ենք։ Հանրային խորհրդի կազմը բավականին մեծ է, հա, ու այսինքն այս բոլոր հարցերի ծանրությունը, այսպես ասած, որ հանրային խորհուրդը վերցնելու է իր վրա, կստացվի այդ մտահգրողը, վարչապետի ասած, ճիշտ կազմակերպել, որ լինի արդյունավետ քննարկում, անհրաժեշտ խորհրդակցություն եւ կարողանա հանրային խորհուրդը հենց հանրությանը առողջացնել։ Ես եթե թույլ տաք շատ մեծ հավակնություն չեմ դրսևորելու ասելով, որ հանրային խորհուրդը կառողջացնի հանրությանը եւ չեմ էլ կարող այնքան միամիտ լինել, որ հավատամ, որ հանրային խորհուրդը կարող է դա անել, բայց հանրային խորհուրդը պարտավոր է բարձրաձայնել առողջացման անհրաժեշտությունը։ Եթե մենք ուզում ենք իսկապես լուրջ նայել այն մարտահրավերներին, որ կան ոչ միայն մեր հանդեպ, այլև ամբողջ աշխարհում։ Այսինքն խնդիրները, որոնք այսօր մեր առջև կանգնած են իբրև ազգային անվտանգության խնդիրներ, պայմանավորված են նաև աշխարհաքաղաքական փոփոխություններով, վերաձևակերպումներով։ Եվ ովքեր պիտի խոսեն սրա մասին, պրոֆեսիոնալները, որովհետև խոսողները մեծավ մասամբ կապ չունեն մասնագիտության հետ, ոչ պրոֆեսիոնալ քաղաքագետներ են, ոչ պրոֆեսիոնալ իրավապաշտպաններ են, ոչ պրոֆեսիոնալ փիլիսոփաներ են, այսինքն այսօր բեմ է բարձրացել մասնագիտություն չունեցող կամ մասնագիտությունը ոտի տակ տված եւ մարդկային չափանիշները մոռացած մի ստվար զանգված եւ տեղեկատվական դաշտը ողողված է հենց այս մարդկանց գոռում գոչումներով, աղմուկ աղաղակներով եւ անազնիվ մանիպուլյացիաներով։ Ես չեմ կարծում, որ տարի ու կեսը բավական ժամանակ է, որ հանրային խորհուրդը կարողանա լուծել այսպիսի մի հետնահանջ, այսպիսի մի անկում բերել դնել նորմալ հարթության վրա, բայց հանրային խորհուրդը այն հարթակը չէ, որտեղ պետք է թագավորի նվնվոցը, հուսահատությունը եւ հոռետեսությունը։ Հակառակը պրոֆեսիոնալ խոսքը չի կարող լինել հուսահատ խոսք։ Իսկ ինչ վերաբերում է կստացվի դա մեզ թե չէ, ես ամեն դեպքում շատ այսպես սպասում ունեի առաջին հանդիպումից վարչապետի եւ հանրային խորհրդի անդամների։
դրանից շատ բաներ կախված լինելու։ Այսինքն այդտեղ կլիներ հատիկը համագործակցության, թե չէր լինի, դա մինչև հանդիպումը տեղի չի ունենում, կանխատեսելը որևէ բան շատ դժվար է, բայց ուրախություն ինձ պիտի ասեմ, որ տեղի ունեցավ շատ ողջամիտ, շատ անկեղծ, եւ այդ անկեղծությունը միշտ չէ, որ նույն կառավարության օգտին էր այդ անկեղծությունը։ Սեփական սխալների, բացթողումների գիտակցմամբ, բայց նաեւ շատ առողջ մոտեցումներով շատ կարևոր հարցերի վերաբերյալ։ Եվ հանրային խորհուրդը պետք է ի վիճակի լինել լսելու նաև այդ անկեղծ եւ առողջ խոսքը, ինչը եւ տեղի ունեցավ։ Այսինքն ես կարող եմ վստահաբար ասել, որ առաջին հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարի եւ հանրային խորհրդի զրույցը տեղի ունեցավ։ Սա շատ կարևոր բան է։ Իսկ ինչ է նշանակում տեղի ունենալ, նշանակում է լսել իրար։ Հանդարտ, զուսպ մթնոլորտում, շատ խոհուն մթնոլորտում ուղղակի լսել իրար, ով ինչ է ասում, ով ինչ մտահոգություն է ձևակերպում, եւ ես կարծում եմ, որ դա սկզբի համար լավ նախադրյալ է կապիտալիզացնելու այն առաքելությունը, որ ունի հանրային խորհուրդը։ Պարոն Խոսմանյան, դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ շուտով ընտրություններ են, ուշահարակվելու է, տարբեր թեմաներ, այսինքն այդտեղ արդեն կարևորվելու է հանրային խորհրդի փաստահավաք հանձնաժողովի դերը, որը պետք է զբաղվի մարդու իրավունքների զեկույցով, մարդու իրավունքների ոտնահարման հարցերով, եւ 2-ից 3 տարվա ընթացքում պետք է ներկայացնի զեկույցը։ Տեսեք, մայիսին կառավարության որոշումով 3 իրավական ակտ պիտի ընդունվի, որից հետո մենք նոր կարող ենք ձևավորել փաստահավաք հանձնաժողովը, հունիսին արդեն մենք կունենանք այդ փաստահավաք հանձնաժողովը, եւ գիտեք, մի կողմից օրենքը շատ հստակ ձևակերպում է այն ոլորտները, որոնցով պիտի զբաղվի փաստահավաք հանձնաժողովը, մյուս կողմից, այսինքն որոշակի սահմանափակում է մտցնում փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ կոնկրետ ոլորտներ է նշում, մյուս կողմից նորից եմ ասում, մենք պիտի ելնենք մեզ հատկացված ժամանակից։ Ինչ կարող ենք անել այս կարճ ժամանակահատվածում եւ հանրային խորհրդի անդամների հետ այս հարցի շուրջ խոսակցությունները տարբեր ուղղությամբ են ընդունում։ Ունակ կան մարդիկ, որոնք ասում են, որ փաստահավաք հանձնաժողովը չպիտի լիներ հանրային խորհրդին առընթեր հանձնաժողով։ Կա տեսակետ, որ լավ կլիներ, որ դա լիներ ազգային ժողովին առընթեր։ Եվ այս հարցը բարձրաձայնվեց, բայց այս հարցը քննարկվել է տարիներ շարունակ եւ ի վերջո որոշվել է, որ դրանով պիտի զբաղվի հանրային խորհուրդը, բայց մենք շատ ենք ուզում, որ հանրային խորհրդի այս մարմինը, փաստահավաք հանձնաժողովը չլինի առավելապես հետահայաց ռետրոսպեկտիվ հանձնաժողով, այսինքն զբաղվի հարցերով, որոնք ակտուալ են նաև այսօր, որոնք մտահոգում են մեզ, այսինքն շատ մոտ են մեր ժամանակին, մեր առօրյային, մեր մտահոգություններին, եւ դա նշանակում է, որ փաստահավաք հանձնաժողովը հանրային խորհրդի հետ քննարկման պիտի ձևավորի օրենքով սահմանված թեմաների շրջանակում իր առաջնահերթությունները, իր առաջնահերթ անելիքները։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե մենք անկախությունից մինչև 2023 թվականը նայենք, թե հանրային կյանքում, ազգային կյանքում ինչ անօրինականություններ են եղել, սա, չգիտեմ, քանի փաստահավաք հանձնաժողով պիտի ձևավորվի, որ կարողանա այս հարցերով զբաղվել։ Դրա համար պետք է նորից ու նորից շատ թիրախավորված, հատկապես այն հարցերը, որոնք վճռորոշ են նաև այսօր, այսինքն ոչ միայն գնահատական են պարունակում անցյալում իրականացված շեղումների վերաբերյալ, այլև նախանշում են մեր ներկան եւ մեր ապագան։ Էլի այստեղ քննարկման բան ունենք, արդեն երբ կձևավորվի փաստահավաք հանձնաժողովը, կարծում եմ այդ ժամանակ մենք մեր օրակարգերը կունենանք։ Իդեպ օրակարգերի ձևավորման պետք զբաղված նաև հանձնաժողովները, որոնք կան հանրային խորհրդում, ոլորտային հանձնաժողովները, որպեսզի յուրաքանչյուր ոլորտ բերի ամենակարևոր կետը, ամենահրատապ կետը, որը արժանի է կառավարության հետ քննարկման։ Եվ մենք օրակարգը ձևավորել պիտի շատ իրազեկված լինենք, թե կառավարությունը այս կամ այն ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում։ Եվ հիմա առաջիկայում ես փոխվարչապետերի եւ նախարարների հետ եմ հանդիպումներ ունենալու, այս կամ այն ոլորտին վերաբերող ռազմավարությունները ճշտելու, անելիքները անելու, որ չստացվի, մենք զբաղվում ենք մի գործով, որն արդեն լուծման ընթացքում է։ Այսինքն հիմա հանրային խորհուրդը զբաղված է օրակարգային
հարցերը ձևավորելով, հանդիպումներով, որպեսզի արդեն բարձ ընդգծվի հետագա քայլերը, որը պետք է լինի այն հիմնական հարցը, որ պետք է հանրային խորհուրդը քննարկի։ Շատ կարևոր էր հենց առաջին հանդիպումը նաև այդ առումով, որ մենք փոխադարձաբար ճշտենք ինչ է ակնկալում հանրային խորհուրդը կառավարությունից եւ ինչ է կառավարությունը ակնկալում հանրային խորհրդից, որպեսզի մենք առավելագույնս արդյունավետ կարողանանք աշխատել եւ օրակարգերը ճիշտ ձևավորել։ Եվ նորից եմ ուզում ասել, որ հանրային խորհրդի առաջին նիստի ընթացքում կառավարության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց քննարկման դնելու չափազանց կարևոր խնդիրներ, փաստաթղթեր, օրակարգեր եւ ըստ էության սահմանեց իր նշած զողը, ինչ է ակնկալում ինքը հանրային խորհրդից։ Եվ կարող եմ ասել, որ խնդիրները, որոնք արծարծվեցին, վերաբերում են շատ լուրջ ոլորտների մեր երկրի զարգացման, անվտանգության եւ բնականաբար չի կարող չուրախացնել, որ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ամենաբաց ձևով, ինչքան որ թույլ կտա գործող չափանիշներն ու նորմերը ներկայացնելու կարևոր հարցեր, որոնք վերաբերում են հանրությանը։ Ճանապարհը նոր ենք սկսում, չեմ կարող ավելին ասել, որտեղ այս ճանապարհը գոնե կիսով չափ պիտի անցնենք եւ ունենանք հաջողված փորձեր համագործակցության, որ կարողանանք ավելի, այսինքն ցանկությունների եւ օրակարգերի մակարդակից անցնել արդյունքներին եւ խոսել արդյունքների մասին։ Իսկ այդ կարևոր հարցերից դրանք կարող են լինել սահմանադրության փոփոխության հարցը, խաղաղության պայմանագրի հարցը, որ պետք է նաև հանրային խորհուրդը խոսի այդ մասին ժողովրդի։ Գիտեք, ես կարծում եմ, որ հանրային խորհուրդը չպետք է ունենա այսպես փակ թեմաներ, թե ինչն ենք պատրաստ քննարկելու, ինչը պատրաստ չենք քննարկելու։ Հանրային խորհուրդը հենց պիտի լինի այն հարթակը, որտեղ բոլոր հարցերը, հանրային ազգային կյանքին վերաբերող կարևորագույն հարցերը դրվեն քննարկման։ Ի վերջո հանրային խորհրդի դիրքորոշումը հրամայական չէ։ Նորից ու նորից սահմանադրությանը հղում անելով հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է։ Անցյալ օրը մեր իրավաբաններից մեկը հայտնի ուշադրություն հրավիրեց, որ անգամ խորհրդատվական մարմին չէ, խորհրդակցական մարմին է։ Թեպետ սա չի նսեմացնում հանրային խորհրդի դերն ու նշանակությունը։ Բայց այստեղ պետք է քննարկվեն բոլոր հարցերը, պետք է քննարկվեն հնարավորինս բաց եւ անկեղծ մթնոլորտում եւ որ ամենակարևորն է չկա մի հարց, որը չի ենթադրում մասնագիտական գնահատական։ Հանրային խորհուրդը պետք է լինի հենց այս հարցերի մասնագիտական վերլուծության եւ գնահատման հարթակը։ Այսինքն ես չեմ պատկերացնում արգելված թեմաներ։ Իսկ ինչպես է լինելու, երբ որ որևէ հարցի շուրջ դա կլինի օրինակ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, հանրային խորհրդի ամբողջ կազմը համաձայն չլինի, այդ դեպքում ինչպես է ընթանալու այդ քննարկումը կամ համախմբումը, այսպես ասած։ Տեսեք, էլի ու էլի գանք հանրային խորհրդի սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթից։ Խորհրդակցական, այսինքն մենք չենք քվեարկում, մենք որոշումներ չենք ընդունում, թեպետ մենք կարող ենք գալ ինչ-որ մի վիճակի, որտեղ գերազանց մեծամասնությամբ կարող ենք հանդես գալ ինչ-որ հայտարարությամբ, հանրությանը տեղյակ պահելու, որ հանրային խորհրդի առնվազն կեսից ավելին ունի այս դիրքորոշումը։ Բայց սա քվեարկության հարց չի, որ մենք մտածենք, թե ինչպես պիտի սրատակից կոպիտ ասած դուրս գանք։ Մենք բոլոր տեսակետները, կոնկրետ իմ ամենակարևոր խնդիրը այս կամ այն հարցի վերաբերյալ հանրային խորհրդի բոլոր անդամների լիարժեք դրսևորումն է, տեսակետը հայտնելը եւ այդ ամենը կառավարությանը հասցնելը։ Ի վերջո գործադիր իշխանությունն է ստանձնում պատասխանատվությունը բոլոր ուրեմն փոփոխությունների եւ բոլոր որոշումների։ Դրա համար այստեղ նորից ու նորից պիտի հասկանանք, թե հանրային խորհրդի լիազորությունները որտեղ են սկսում եւ որտեղ են ավարտվում։ Հանրային խորհուրդը ինչպես է արձագանքելու քննադատություններին։ Ես չեմ կարծում, որ հանրային խորհուրդը պիտի շատ մտածի դրա մասին, որովհետեւ եթե այսօր Սուրբ Անտոնիոսն էլ հայտնվի մեր իրականության մեջ, քաղաքական նպատակահարմարությունը հաշվի չի նստում ոչ մի բանի հետ։ Այսինքն մեր կյանքի քաղաքականացումը եւ քաղաքական շիկացումը ուղղակի ոչ մի բանի առջև կանգ չի առնում։ Դրա համար ինչ էլ անենք, ինչքան էլ ամբասիր եւ լավ աշխատենք, միևնույն է, ով ցանկացավ խոսել կխոսի եւ դրանով զբաղվել իմաստ չունի։ Ես կարծում եմ նաեւ, որ հանրային խորհրդի կազմը
այն մարդիկ, ովքեր եկել են հանրային խորհուրդ։ Հանրային խորհրդի գործունեությունը, որ նախանշված է օրենքով, առանձնապես քննադատելու տեղ չեն թողնում։ Քննադատել կարելի է այն դեպքում, եթե հանրային խորհուրդը չաշխատի։ Այ խնդրեմ, սա արդեն քննադատության բան է, որ հանրային խորհուրդը մատնված է պարապուրդի, որևէ լուրջ հարցի չի անդրադառնում, քննարկումներ չեն կազմակերպվում, այդ քննարկումները գործնական անդրադարձ չեն ստանում մեր հանրային կյանքում, սա կարելի է քննադատել։ Բայց նորից ու նորից ուզում եմ շեշտել, որ հանրային խորհուրդը խորհրդակցական, մասնագիտական խորհրդակցություն տրամադրող մարմին է կառավարությանը, հանրային խորհուրդը չի ընդունում որոշումներ, հանրային խորհուրդը չի պարտադրում որոշումներ, բայց հանրային խորհուրդը կարող է ապահովել կառուցողական եւ առողջ մթնոլորտ, որ այդ որոշումները լինեն ավելի ճիշտ, կենսունակ եւ չկտրված մեր կյանքից ու գործից։ Այսա կարծում եմ հանրային խորհրդի ամենակարևոր առաքելությունն է։ Մնացած դեպքում, եթե լրագրողը կարող է մեր պատկառելի կոմպոզիտորին ցեղասպանության հուշահամալիրի մոտ տալ ամենանողկալի եւ ամենանվաստ հարցը, որ այդ պահին կարելի է տալ եւ 86-ամյա մարդը ուղղակի մանկան նման արդարանում է իր չգործած մեղքերի համար, ես դրանից հետո ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Լրագրողական էթիկայի խնդիր կա։ Գիտեք, ես հասկանում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տեսակետ ունենալը շատ կարևոր է եւ այդ տեսակետը բարձրաձայնելն ու արտահայտելը շատ կարևոր է։ Բայց երբ լրագրողը հաշվի չի նստում միջավայրը, որտեղ տալիս է հարցը, եղանակը, որով տալիս է հարցը, ֆիզիկական մերձության անգամ, ես չգիտեմ, կա օրենք, որտեղ ասում է, թե լրագրողը ինչ հեռավորության վրա կարող է իր հարցը տալ մարդուն։ Այսինքն, այստեղ լուրջ հարցեր ունենք։ Լրատվական միջավայրի բոլոր խնդիրները դրանք մեր խնդիրներն են, մեր հանրային կյանքի խնդիրներն են։ Դա միայն իրենց խնդիրը չի, դա տարիներով բռնաբարված կրթական համակարգի հետևանք է, էթիկայի նորմերին չտիրապետելու հետ, եւ ի վերջո ամենամեծ խնդիրը, երբ ցավոք սրտի շատ եւ շատ մարդիկ լրատվական դաշտում զբաղվում են մի մասնագիտությամբ, որի քերականությանը չեն տիրապետում։ Դրա համար ձեր հարցին պատասխանում եմ, որ իմունիտետ ունեմ դիմանալու նաեւ քննադատությանը, որտեղ ինձնից շատ ավելի արժանավոր մարդիկ են թիրախավորվում եւ քննադատվում։ Չեմ զարմանում։ Եվ վերջում ամփոփելով պարոն Խզմալյան, այսինքն այն հույսը, որ հանրային խորհուրդը կդառնա գաղափարական քննարկումների հարթակ եւ հանրության ու կառավարության հետ այսպես ակտիվ քննարկումների ինչ-որ շփման միջոց է, կատարանա։ Տեսեք, շատ կարևոր բան, որ ես վարչապետի հետ իմ զրույցում շեշտել եմ եւ ես ուրախ եմ, որ այդ կետում մենք բացարձակապես նույն կարծիքին ենք, հանրային խորհուրդ չի նշանակում միայն այդ 45 հոգու հանդիպումը վարչապետի կամ կառավարության որևէ ներկայացուցչի հետ։ Հանրային խորհուրդը պետք է առավելագույնս ընդգրկուն լինի եւ այդ քննարկումներին մասնակցի ապահովի նաեւ այլ մարդկանց մասնակցությունը, այլ պրոֆեսիոնալների մասնակցությունը։ Այսինքն մենք ոչ միայն օղակ ենք զրուցում ենք պրոֆեսիոնալ հանրության հետ եւ գալիս ենք այդ ուղերձները հղում ենք կառավարությանը, այլև մեր քննարկումներում մենք պիտի ապահովենք հենց այդ մարդկանց ներկայությունը, հանրային խորհրդի փիլիսոփայությունն է, եթե կարելի ասել, պահանջում, որ մենք լինենք բաց եւ կարողանանք ապահովել մասնագիտական հանրության լայն շրջանակի մասնակցությունը կառավարության անդամների հետ հանդիպումներին եւ քննարկումներին։ Եվ սա պիտի անենք եւ անենք առաջիկայում։